Բարև ձեզ, հարգելի աշակերտներ, այսօրվա մեր թեման է օրգանիզմների հարմարվածությունը որպես բնական ընտրության արդյունք։ Օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրի պայմաններին կենդանի օրգանիզմների կարևոր հատկություններից է։ Յուրաքանչյուր օրգանիզմ հարմարված է իր ապրելավայրի պայմաններին։ Էվոլյուցիայի գործընթացը յուրաքանչյուր պոպուլյացիայում ընթանում է երկու փուլով։ Սկզբում առաջանում են գենետիկական տարբերությունները, որոնք ֆենոտիպորեն դրսևորվում են որպես հատկանիշ, այնուհետև պահպանվում են այդ հատկանիշներից նրանք, որոնք բնական ընտրության արդյունքում տվյալ պոպուլյացիայի առանձնյակներին ապահովում են միջավայրի պայմանների նկատմամբ օգտակար հարմարվածություններով։ Հարմարվածության օրինակներից են մարմնի ձևը, որը համապատասխանում է նրանց ապրելավայրին, բայց նաև պետք է նշել, որ միևնույն միջավայրի պայմաններում ապրելով, օրգանիզմները կարող են ունենալ տարբեր հարմարանքներ։ Օրինակ կետանմանները և շնաձկները միևնույն պայմաններում ապրելով ունեն մարմնի տորպեդաձև մարմին կամ մարմնի շրջհոսելի ձև։ Ինչպես ասացինք, միևնույն պայմաններում ապրելով կարող ենք ունենալ տարբեր հարմարանքներ, օրինակ փոկը լողում է մաշկաթաթերի միջոցով։ Մարմնի շրջհոսելի ձևը նպաստում է արագ տեղաշարժմանը նաև օդում։ Եթե նկատենք, թռչունները հիմնականում ունեն շրջհոսելի ձև, որի արդյունքում նրանք արագ են տեղաշարժվում օդում, ինչպես նաև ծածկափետուրները հարթ ձև են տալիս մարմնին։ Ադապտացիայի օրինակներից են հովանավորող գունավորումը, որը իրենից ներկայացնում է միջավայրի պայմաններում աննկատ մնալու համար գունավորում։ Տարբերիչ առանձնահատկությունը այլ ադապտացիաներից գույնն է, և գույնով կարող ենք մենք կողմնորոշվել, թե ինչ ադապտացիայի օրինակ է։ Օրինակներից է իգուանան, որը իր մարմնի գույնով համապատասխանում է միջավայրին, որտեղ որ բնակվում է, քամելեոնը, ինչպես նաև գետնի վրա թուխս նստող թռչունների ձվերի գունավորումը, որոնց գույնը համապատասխանում է տվյալ արյալին։ Ծառագորդը, որը մագլցում է ծառերի վրա, ուստի ունի նույն գունավորումը, ինչ տերևները, ինչպես նաև տափակածկները, օրինակ կատվաձուկը, որը որ օվկիանոսի հատակին, լինելով գունավորմամբ նման, համարյա թե աննկատ է մնում։ Հովանավորող գունավորումը պաշտպանում է առանձնյակներին թշնամիներից և գիշատիչներին կարող է թույլ տալ հանգիստ դարանակալել և մնալ աննկատ զոհի համար։ Եվս մեկ անգամ ամփոփենք հովանավորող գունավորման տարբերիչ առանձնահատկությունը, դա գույնն է։ Հաջորդը դա նախազգուշացնող գունավորումն է։ Նախազգուշացնող գունավորումը ի տարբերություն հովանավորող գունավորման առանձնացվում է իր մարմնի վառ գույնով և վարքով։ Սրանք որպես կանոն թունավոր են իրենց գիշատիչների կամ իրենցով սնվողների համար։ Օրինակ զատկաբզեզը, որը շատ գեղեցիկ միջատ է, իր այդ վառ գունավորմամբ միջավայրի առարկաների վրա շատ լավ երևում է և այսպիսով բոլորին նախազգուշացնում իր թունավորության մասին։ Ինչպես նկատեցինք, մեր նախազգուշացնող գունավորման արտահայտչամիջոցներն են վառ գունավորումը և վարքը։ Օրինակ առագաստաձև թրթուրների մոտ, բացի նրանից, որ նա ունի վառ գունավորում, մարմնի
երկու կողմերում ունեն անցքեր և այս անցքերի միջոցով կարող են հատուկ հեղուկնյութ արտազատել, որպեսզի պաշտպանվեն։ Հաջորդը կապույտ գորտն է, որը շատ գեղեցիկ է, շատ վառ իր գունավորմամբ երևում է թփերի վրա։ Սրանք մոտավորապես 1,5-ից 7 սանտիմետր կարող են հասնել և այս փոքր գորտերը, որպես կանոն, շատ թունավոր են նաև մարդու համար։ Բոլորիս համար գաղտնիք չէ, որ ճանճասպանը իր վառ գունավորմամբ մեզ հուշում է իր թունավորության մասին։ Եվ ուզում եմ նշել նաև կարակուրտին, որը փոքրիկ սարդ է, բայց իր կառուցվածքին և չափսերին չխաբնվեք, այս սարդերի փորիկի վրա գտնվող կարմիր զոլանշանները հուշում են այն մասին, որ սա թունավոր է, և թունավոր է նաև մարդու համար։ Հաջորդը միջավայրի առարկաներին նմանվելու հարմարվածությունն է, երբ առանձնյակները իրենց մարմնի ձևով, ինչպես նաև գույնով, կարող են նմանվել այն միջավայրի առարկաներին, որտեղ հիմնականում իրենք բնակվում են։ Օրինակ աղոթարարները, տեսնում եք, որ կարող են իրենց մարմնի ձևով նմանակել ցողունների, ճյուղերի և այսպիսով մնալ աննկատ։ Այստեղ նույնպես աղոթարար է պատկերված պուզատեսակը, և նա նույնպես իր մարմնի կառուցվածքով նման է միջավայրի առարկաներին։ Հաջորդը երկրաչափ թիթեղն է, որը տեսնում ենք ոչ միայն գույնով, այլ նաև մարմնի ձևով շատ նման է չորացած տերևների, և նա այս ձևով կարող է աննկատ մնալ թշնամիներից։ Ինչպես նաև միջավայրի առարկաներին նմանվելու հարմարողականություն ունեն թափանցիկ ձևերը, որոնց մեջ մտնում են աղեղխորշավորները։ Օրինակ մեդուզան իր արտաքին տեսքի և գույնի պատճառով, անգույն լինելու պատճառով, նա համարյա թե աննկատ է մնում ավազի վրա։ Հաջորդ օրինակը նշտարիկն է, որը իր կառուցվածքով, ինչպես տեսնում եք, ձևով և գույնով շատ նման է միջավայրի առարկաներին։ Հիշեցնեմ, որ նշտարիկը առաջի քորդավորներից է, այսինքն քորդավորների առաջին ներկայացուցիչն է, որը շատ նման է իր կառուցվածքով նշտարի։ Եվս մեկ անգամ ամփոփենք և ասենք, որ շատ կարևոր է նշել հովանավորող գունավորման առանձնահատկությունը գույնով պայմանավորված աննկատ լինելն է։ Նախազգուշացնող գունավորմանը վառ գույնով և վարքով, միջավայրի առարկաներին նմանվելու հարմարողականության տարբերիչ առանձնահատկությունը ձևը և գույնը նմանեցնելն է։ Անցնենք առաջ, հաջորդ կարևոր ադապտացիաներից է միմիկրիան, երբ քիչ պաշտպանված տեսակը նմանվում է պաշտպանված տեսակին։ Ինչպես նկատում եք, այս օրինակում բզզանն է, որը իրենից ներկայացնում է երկթևանիների, գիտենք, որ երկթևանիներին են պատկանում նաև ճանճերը, երկթևանիների մեջ մտնող բզզանը, որը իր կառուցվածքով և գունավորմամբ իրեն նմանեցրել է իշամեղվի։ Հիշեցնեմ նաև, որ երկթևանիները խայտ չունեն, իսկ իշամեղուները ունեն։ Այսպիսով իր գունավորմամբ նա միջավայրին ցույց է տալիս, թե ինքը իշամեղու է։ Սրանք տարբերվում են միմյանցից մի քանի առանձնահատկություններով։ Նշեմ նաև, որ իշամեղուները որպես կանոն ունեն երկար բեղիկներ, իսկ երկթևանիները որպես կանոն կարճաբեղիկ են։ Իսկ մնացած թաղանթային թևերի կառուցվածքով, գունավորմամբ, զոլերով բավականին նման են։ Ինչպես նաև միմիկրիայի օրինակ է նկատվում
կաթնաօձի և կորալյան ասպիդի մոտ, կաթնաօձը որպես կանոն թունավոր չէ և իրեն իր գունավորմամբ նմանեցրել է կորալյան ասպիդին, որը որ շատ թունավոր օձ է։ Եթե մենք հեռվից նայենք, ապա նույնիսկ կարող ենք տարբերություն չնկատել այս երկու առանձնյակների միջև, սակայն եթե ուշադրություն դարձնենք, ցանկացած նմանակումների մեջ էլ կան որոշակի տարբերություններ, որոնք առանձնացնում են միմյանց։ Եթե նկատում ենք այստեղ ուրեմն սպիտակ զոլից հետո գալիս է սև զոլը, ապա բավականին մեծ ուրեմն տեղ է զբաղեցնում կարմիրը և նորից սևը, իսկ կորալյան ասպիդի մոտ գլխից հետո անմիջապես սպիտակ զոլն է, կարմիրը, ապա նորից սպիտակը։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ միմիկրիան քիչ պաշտպանված տեսակների նմանվելն է պաշտպանված տեսակներին։ Ամփոփելով այս ամենը, նշենք, որ բնության մեջ օրգանիզմների հարմարվածությունը նպաստում է թույլ ձևերին թշնամիներից պաշտպանվելու, ինչպես նաև գիշատիչների աննկատ զոհին մոտենալու համար։ Կան տարբեր տիպի հարմարանքներ, որով օրգանիզմները պաշտպանվում են։ Օրինակ, որոշ բույսեր կրում են փշեր և դրանցով պաշտպանվում։ Սա բուժիչ բոզնենին է, որը իր փշերի միջոցով պաշտպանվում է իրենով սնվողներից։ Հաջորդը մեզ շատ ծանոթ որոշ կաթնասունների փշերն են, որպես պաշտպանիչ միջոցներ, և նկարում պատկերված է աղնետանման ոզնի։ Որոշ ծողուններ պաշտպանվում են իրենց օրգանիզմը զրահով, իրենց մարմինը զրահով։ Օրինակում տեղավորված է բալկանյան կրյան։ Շնորհակալություն, հուսով եմ նյութը մատչելի էր և պատկերների միջոցով կարողացաք ֆիքսել և ամրապնդել։